Շնորհավորում եմ բոլորիդ բանակի 24-րդ տարեդարձի արդիվ։ Դատավարությունը ներկայացնեց այս դատարան կանչելու վրա։ Սրբազան հայ, մամուլն անդրադարձավ, որ Բենթլին նվիրել եք, կարող եք։ Վաղուց եւ այդ։ Սրբազան հայ, գոնե հոգևոր աշխարհից կարող։ Չհոգնեցիք ինձնից։ Չէ, չենք Ես ձեզ հոգնեցրի։ միայն պետք է հանդուրժողը լինել սովորաբար։ դուք բարի եք։ Իմ կողքին կանգնած է Նավասարդ Սրբազանը։ Նավասարդ Սրբազանը ստացել է նվեր, ինչ որ ավտոմեքենա, Bentley ավտոմեքենա։ Եվ այդ Bentley ավտոմեքենան ինքը նվիրել է գումարը, հետագային ինքը օտարել է, վաճառել է, նվիրել է կարիքավորներին։ Եվ շահարկել նման երևույթները չեմ կարծում, որ ճիշտ է։ Մեծարգո նախագահ, մեծահատ վարչապետ, մեծահատ նախագահային ժողովի պատվարժան, ավականու անդամներ և սիրելի նորոգիր քաղաքապետ։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով եւ պատրաստ եք նման խոսալ